Խնդրում եմ ներկայացեք։ Ես Վիգեն Դավթյանն եմ, հասարակական կազմակերպությունից այդքան, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու բոլորին ես այս պահին կոչ եմ անում, որ այս պահին պաշտոն, աթոռ, անուն, ազգանուն եւ այլն Հայաստան անունը քարտեզի վրա պահպանելու ժամանակն է։ Կորցնել կամ պահպանել։ Այդ ենք անում, գիտակից մարդիկ պետք է միասնականություն ձևավորեն իրական պահպանողների։ Ովքեր են իրական պահպանողները։ Իրական պահպանողները երեք ասենք ընտրություններին մասնակցում են 19 ուժ, երեք գրանցել էին մարդիկ կային իրանց էջերում, որ 15-ը անիմաստ որ մասնակցում են, այսինքն այնտեղ Ծառուկյանին էին գրանցել, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ ներկայիս ավազակապետական վարչախմբի։ Ես կատեգորիկ դեմ եմ նաև Ծառուկյանին։ Ծառուկյանն էլ պետք է հեռացնել, որովհետև 21 թվականին Ծառուկյանը իր լծակները լրիվ օգտագործեց 3.5% ձայն էր հավաքել, ինչ էր հավաքել, հիմա вообще ձայն չի հավաքի, որ Սերժի Արբանյակներին ընդունել է իր աշարքերին։ Թևանյան Անդրանիկ, Արամ Գասպարիչ, Մարտին Գրիգորյան, շատ է որ իրասանիկն է, այդ վաղ իր ցուցակում չէր։ Հիմա ձեր պայքարը ձեր խոսքից հասկացա իշխանության դեմ է, բայց դուք նաև ոնց իրականության ընդդիմության դեմ եք պայքարում։ Չէ, իրականության ընդդիմությունը ով է։ Քաղաքական ուժերը թվում է, որոնք են ընդդիմադիր ուժերը։ Քաղաքական հիմա Ծառուկյանը ընդդիմություն է, ենթադրենք։ Սամվել Կարապետյանը ընդդիմություն է, Վարդան Ղուկասյանը ընդդիմություն է, Քոչարյանը ընդդիմություն է։ Ենթադրում եմ Ծառուկյանին, բայց եթե վտանգավոր ընդդիմությունն է լիներ, առնվազն պետք է տնային կալանքի մեջ լիներ, ինչպես որ Սամվել Կարապետյանն է։ Նա իրանից բան չներկայացնող ընդդիմություն է, այսինքն այս իշխանությունը կոնկրետով լիներ տնային Ծառուկյանի մասին է խոսքը։ Բայց մարդը շփոթական միջոցի տակ է հանցանք արել, օրինակ ինչ հանցանք արել Ծառուկյանը։ Չգիտեմ ինչ հանցանք արել, բացարձակապես չգիտեք ոնց է ցանկություն հայտնում որ լինի տնային կալանքով։ Վտանգավոր այս իշխանությանը վտանգավոր ցանկացած անձի նա տանում մի գործ սարքում է գլխին ու ճաղավանդակների ետնամասում, եթե չառնվազն տնային կալանքի մեջ է գցում, չէ։ Այդպես չի։ Իսկ երկուսը Վարդան Ղուկասյանը Գյումրի քաղաքապետ եւ Սամվել Կարապետյանը իրեն շատ մեծ վտանգ են ներկայացնում, այնպես որ Ռոբերտ Քոչարյանին ես լիովին իրական ընդդիմություն եմ համարում ներկա պահին։ Ինքը վտանգավոր չի։ Վտանգավոր է, բայց իրեն բազում անգամ 2 տարի ձերբակալեցին, ոչ մի կերպ չկարողացան այդ մատու վրա Ծառուկյանին էլ ձերբակալել են, վերջերս էլ արդարացվեց։ Ու հակակոռուպցիոն դատարան ինչու է գնում։ Դատարանում արդարացվեց տարիներ առաջ հարուցված քրեական գործով, որը վերաբերում է ընտրակաշառք բաժանելուն։ Դատավորը գտավ, որ Ծառուկյանը անմեղ է։ Հիմա Ծառուկյանի ընտրակաշառքը գտել են, իսկ Վարդան Ղուկասյանինը, որ կամ Սամվել Կարապետյանինը չեն նկարում բանանը։ Չէ, գիտեք, համեմատության եզրեր չկան։ Հիմա դուք ասում եք Ծառուկյանին բռնեն, դատեն, հա, ինքը ընտրակաշառք է տալիս, Սամվել Կարապետյանը ընտրակաշառք չի տալիս, բոլորն էլ ենթադրյալ տվող են։ Եթե վտանգավոր ընդդիմություն լինի 100% կսարքեն գլխի կտանենք ինքը վտանգավոր ընդդիմություն չի։ Հա, դուք ընդդիմությունը չափում եք կալանքներով։ Իհարկե, բայց դա պետք է համեմատականի մեջ ամենավտանգավոր ընդդիմությունը Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետ, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը այդքան նստեց, այդքան մեծ մարդու գումարներ։ Բայց արդարացվեց Ռոբերտ Քոչարյանը դատարանում։ Իրականում այդ մարդը ոչ մարտի 1-ի մեջ, ոչ հոկտեմբերի 27-ի մեջ։ Ձեր տրամաբանությունը այսպեսին է, եթե Քոչարյանն ուրեմն արդար է, եթե Ծառուկյանն է, արդար չէ։ Դատարանները։ Իհարկե, արդար չէ։ Որովհետև չէ, Քոչարյանը ձերբակալվեց, բացի դա մի բան հիշեք, 21 թվականի ընտրություններին, ընդդուք միջև Բերչի Վաղարշապատի ընտրություններին Ծառուկյան իր լծակները օգտագործեց ՔՊ-ի համար։ Ծառուկյանի պատգամավորներն էին ՔՊ-ի գրասենյակներում Սերժ Սարգսյանի թիմակիցների հետ միասին։ Այդ բանը մոռացել եք։ Ես երբեք թե իրանք մոռացում եմ, ես ժողովրդին հիշեցնում եմ։ Օրինակ 18 թվին երբ իշխանապողություն եղավ, աջակցում եք Նիկոլ Փաշինյանին։ Մինչև ապրիլի 18-ը ես իրեն կողքը եղել եմ, բայց երբ որ քայլել եք միասին։ Չէ, այստեղ ես Դավիթ Սանասարյան, Արման Բաբաջանյանը եկել ենք ապրիլի 14-ին իմ կողքից 18 թվականի ապրիլի 14-ին իմ կողքից նա Սերժ Սարգսյանի հետ խոսելուց
որ Սերժ Սարգսյանը որ այս ձեռքը ճղվի, պինդը փաթաթեն, որ թրաշերերսում կա, որ կնման այս Մոնթեին հետ լրիվ իմ կողքից խոսացել է։ Սերժ Սարգսյանն է ասել այդպես արա, նմանվիր Մոնթեի։ Այո։ Ես եմ այնտեղ ներկա եղել, իմ կողքից է խոսացել։ Ու 4 օր հետո չերես եկան հանդրման իմ ոտքերը երկուսն էլ կոտրած է։ Ինչ օրս էլ գործերը Ով է կոտրել կներեք։ պատվել է այստեղից է։ Որ թվականին է կոտրել։ 18 թվականի ապրիլի 18-ին միջև Սերժը։ Իսկ ինչի համար գուցե այդ խոսակցությունը լսելու, հա թե։ Այո, որ ես իրենց ասեցի ճիշտ կադրային քաղաքականություն չի չեք վարում 24 կուսակցության լիդերների հետ ճանապարհ եք անցել։ Այդ մարդկանց հրավիրեք, առողջ բանական կադրերով երկիրը զատանենք դեպի զարգացում։ Ինձ ասում են, ինձ բացի արտադրության նախարարից սախ պաշտոններ առաջարկել է ինքը։ Նիկոլը կոնկրետ։ Ինչ է առաջարկել։ Տարբեր պաշտոններ, ասում են բացի արտադրության մեկը նախարարից։ կնշեք։ Չգիտեմ, այնց ասում են, էսի կուզես այս նախարարը, կուզես այդ նախարարը, միայն ասում եմ, ես իրան 24 ուժին ասի որ հրավիրի, ասում եմ, չէ, մենք քեզ ենք ուզում պաշտոն տանք, որ վերանք փակես։ Ու տենց ես քաղաքական արենայում տեսա այս վտանգը, իրանք տեսան ինձանից վտանգ մեծ, ոտքերս ախր գիտեք բանը նրանում է, որ ոչ Սերժի անից, իշխանության անից, ոչ Նիկոլի ընդդիմադիրի անից, լրատվական մի այդ չեկավ հիվանդանոց։ Ոտքերս որ Ճիշտ ասած ես ակտիվ լուսաբանել եմ 18 թվականի իրադարձությունները եւ չեմ հիշում որ դեռ ոտքերը կոտրվել են։ Ես սրճ կանեմ մի հատ տեսնեմ կվերիշեմ։ Ոտքերս կոտրած։ Չէ, տեսնեմ արդյոք այդպիսի հրապարակումներ եղել են որը շատ լավ։ Եվ այս վերջերս որ եկան դասից պատվիրակությունները որ եկան Եվրոպա։ դե Նիկոլը բնականաբար ինքը իր այությունով լարախաղաց քամելիոն է։ Գնաց Ռուսաստան եկավ, ասեց Պուտինը իմ ամենամոտիկ ընկերն է։ Սրանց էլ բերեց, որ արևմտամետ ուժերին ընտրություններին շեղի դեպի Իրան։ Շատ լավ։ Այնինչ արևմտամետ ուժեր, սուտի արևմտամետ ուժեր, Վազգենի Քուրարամ Սարգսյան, այնտեղ չասնող էլի, արբանյակներ են։ Նրանք 21 թվականի ընտրություններին էլ լրիվ կարճել էին Ռոբերտ Քոչարյանից։ Շատ լավ։ Բացասականությունը Պարոն թարգեցնում Դավթյան, 21 թվականին դուք ում եք ընտրել, ում կողքին եք եղել։ Այդ ժամանակ եղել եմ Էդմոն Մարուքյանի կողքին, բայց կրկին ու կրկին ասում եմ սխալում է դա։ Հիմա ում կողքին եք 21 Հիմա թվականի եւ ընտրություններին։ Էսպային, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սամվել Կարապետյանի։ Հիմա նրանցից ո՞ր մեկին եք դες ձայնը տալու, եթե կարող եք իհարկե։ Ռոբերտ Քոչարյանի։ Վերջի կանգնեցիք Ռոբերտ Քոչարյանի Այո, ընտրության վրա։ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանը ինքը իր ձայները ունենա, թող բաշխվեն։ Հիմա շատ տգետներ, քաղաքական հասարակ տգետներ։ Քաղաքական արենա ասում են Սամվել Կարապետյանը իր ձայները կտա Ռոբերտ Քոչարյանին։ Նմանատիպ բան չի կարա լինի։ Սամվել Կարապետյանը իր տոկոսով կունենա նախարարների քանակ, մարզպետների քանակ, փոխվարչապետ եւ այլն եւ այլն։ Ռոբերտ Քոչարյանը իր տոկոսի չափով ով կլինի երկրի թե ժամանակավոր կառավարության ղեկավարը, թե ինչ կլինի, ես գիտեմ որ ժամանակավոր կառավարությունա ձևավորվելու։ Որովհետեւ սահմանադրություն պետք է փոխվի, երկրի գնա կիսանախագահական մոդել, հետո կընտրվեն նախագահ, ազգային ժողով, ընդդեղից վարչապետ, ազգային ժողովի նախագահ։ Ես գիտեմ, որ երրյակ մարդկանցով են լինելու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանով, Սամվել Կարապետյանով, Ռոբերտ Քոչարյանով, այդ երրյակով են լինելու վերնախավ լիդերները։ Այնտեղ շատ մարդիկ էլ կան, որ կարող է ասել տարբեր անուններ, պիտակներ կպցնելու համար, բայց որևիցի մեկը իրենց չի կարա թելադրի, որովհետև տարբերվում են իրենք սոված կամակատարներից կուշտ լիդերներ լինելով հանդերձ։ Դա պետք է մեր ժողովուրդը ամրագրի իրենց հոգեբանության մեջ։